չտասուր այրոպորտ։ Հարց չկա։ Դա շարժել է Սաշա։ Տեղում 20 կսնեմ։ Վարդան, 100 տարուց ավել մենք իրար ճանաչում ենք։ Ճիշտ է, մենք ընկերություն չենք արել, բայց իրար հետ շատ գործեր ենք արել։ Ես լրիվ հասկանում եմ այն պահերը, որի մեջ դու հիմա հայտնվել ես։ Քո փոխարեն մեզնից յուրաքանչյուրը նույն բանը կաներ, բայց դու մի քիչ վռազում ես։ Հովիկը ճիշտ է ասում, որ մենք հրաժարվենք Գոքորի հարցը քվեարկության դնելուց ու սպասենք, մինչև Գևորիկը կոմայից դուրս գա ու ասի, թե իրականում ով է իր վրա կրակել։ Չէ, ես չեմ կարող սպասեմ, եթե մենք այսօր ստե համաձայնության չեկանք, իմ տողը վրա կարող է նոր հարցակում կազմակերպել։ Այդ հարցը պետք է լուծվի այսօր, այստեղ։ Ես նորից եմ առաջարկում, որ Գոքորի մեղավորության հարցը դնեք քվեարկության։ Ընդառաջելով Վարդանի պահանջին, ես ստիպված եմ Գոքորի հարցը դնել քվեարկության։ Հապերի մի րոպե, Սերոբ։ Այն ինչ որ հիմա կատարվում աստե ուղակի պազոր է մեր համար։ Այս սեղանի շուրջը կան մարդիկ, որ պատիվ չունեն, թասիվ չունեն։ Նրանք ներկայացել են հավաքին ոչ թե ճիշտը գտնելու ու սխալին պալջելու համար, այլ որոշ ցելով, որ ես դուրս գամ խաղից։ Գոքորին ու Վարդանին սրանք պատահական չեն ընտրել։ Սրանք վաղուց են իմացել, որ Գոքորն ու Վարդանը հին թշնամանք ունեն իրար մեջ։ Ու Գևորիկին ժերտվա են տվել։ Ես շատ ափսոսում եմ, որ Վարդանը տենց էլ չհասկացավ, որ այն մարդիկ, այն մարդասպանները, որոնք երկու անգամ գնացել են իր տղու հետևից, իրանց տնից են դուրս եկել, ու դրանք են մարդիկ էր, որ ինքը իրանց հետ հաց է կիսել։ Հիմա էլ բարոնի աղջիկը,